Ես այդ հարցը մի քանի թողարկում բարձրացնում եմ, հետաքրքիր է, որ գրեթե չկան ընդդիմադիրներ, որոնք այս հարցը հրապարակային քննարկեն, որովհետև ըստ էության Եվրամիությունը առաջին անգամ հայտարարել է, որ իր դեմքով մասնակցելու է Հայաստանի ընտրություններին։ Սա աննախադեպ հայտարարություն է, որովհետև ես ընդհանրապես երբ որ այդ հայտարարությունը առաջին անգամ լսեցի, ես պատկերացրի նորմալ ընդդիմադիր դաշտի պարագան պետք է աղմուկ բարձրանար, գնահատականներ Եվրամիության հասցեին, բոյկոտ, որոշ մենք ինչ տեսանք։ Դրան եմ բոյկոտ Եվրամիության դեսպանների հետ հանդիպման մասով նաև պնդում, որ այս Պաշտոնյայի խոսքերը գնահատականի արժանան են Եվրամիության կողմից, ինչու, որովհետև եթե մինչև 2021 թվականը Եվրամիությունը իր ՀԿ-ներով այո ինչ որ մասնակցություն ունեցել է, բայց դա եղել ավելի շատ դիտորդի տեսք, բայց հիմա ինչ են անում իրենք, հիմա իրենք հայտարարում են, որ Հայաստանի քաղաքական դաշտում կան ռուսական պրոքսիներ ու ասում են մենք պայքարելու ենք այդ ռուսական պրոքսիների դեմ։